Սիմոնյան post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազատամարտիկ գրող Նարէ Սոսեի հետ, այս մեր հարցազրույցը մենք չէինք պլանավորել, բայց Նարեն ասաց, որ խոսք ունի հնչեցնելու եւ հիմա էլ գտնվում է դատարանի բակում, որտեղ ազատամարտիկի դատավարություն է ընթանում, ես կխնդրեմ, որպեսզի Նարեն ինքը ներկայացնի նախ ում դատավարությունն է եւ ինչ գործ է, ինչ ընթացք ունի։ Ուրեմն ես այժմ գտնվում եմ Աբովյան քաղաքի առաջին ատյանի դատական շենքի դիմաց ու այստեղ դատում են իմ արտական ու մանկության ընկերներից մեկին, Արմեն Մնացականյանին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, 11 տարեկանից խոսում է զենքի հետ դույով, այսպես ասած, որովհետև արցախցի է, որովհետև Արցախում է մեծացել ու առաջին անգամ ես զենք բռնել սովորել եմ հենց իր հայրիկից, իր պապան եղել է իմ ռազմագիտության ուսուցիչը ու Արմեն Լավրենտի Մնացականյանը ունի լուրջ խնդիրներ, մեղադրվում է իբրև թե հեղաշրջման, քարոզչության եւ ինչ-որ սպանության ծրագրավորման, թե ինչ մի հատ ինչ-որ ապուշություն 419-ի առաջին հոդվածով, ոչեմ ինչ-որ մտածածին ապուշություն, մարդը ունի խնդիրներ, լուրջ առողջական խնդիրներ, սրտանոթային ու հիպերտոնիկ շատ ծանր խնդիրներ ունի, այսինքն ճնշումը 200-100-ից չի իջնում ոչ մի կերպ, հիմա սևհվածների հետ շրջանակում են, փորձում են շաղկապեն, բայց ասեմ ամենայն լրջությամբ եւ վստահ, Արմեն Մնացականյանը բացարձակ ծանոթ չի սևհվածներին, բացարձակ, եթե այս ընթացքում Սերոփի հետ ծանոթացածն է, Սերոփին լավ ճանաչում եմ ես, որտեվ Ռոստամը եղել է այն մարտական ընկերը, բայց իրանք բացարձակ առնչություն չեն ունեցել 100% գիտեմ, որտեվ ընդհանրապես տարբեր ոլորտների, տարբեր տեսակների մարդիկ են։ Արմենը այն տղեն է, որ մենակ Արեգասարում 2 պոզիցիա ապայել իր 10 տղաների հետ։ Ու թուրքը չի կարողացել մտնել։ Վիրավոր, կիսամեռ 44 օրյային բերել են հիվանդանոց։ Դրանից առաջ քառօրյային մինչև վերջ կանգնել է 18 տարեկանների կողքը ու այն հրամանատարներից ա եղել, որ ոչ մի քայլ թույլ չի տվել թուրքերը առաջ գան։ Հիմա իմ խնդրանքը դատավոր Գագիկ Արայի Հարությունյանին։ Պարոն դատավոր, ես գիտեմ, որ դուք կյանքի տղա եք։ 1991 թվականի ծնունդ եք, դուք որ ծնվել եք, ես այդ թվին գնացել եմ կռիվ։ Ես ձեզ ուղղակի որպես 3 պատերազմի մասնակից, որպես հասարակական քաղաքական գործիչ, որպես ազատամարտիկ եմ ասում։ Խնդրում եմ պարզապես արդարադատ եղեք, ուրիշ բան մի արեք։ Փաստեր չկան, կա ընդամենը մի 10 հոգու ցուցմունք 600 հոգու հրամանատարի դատում են 10 հոգու ապուշի ցուցմունքով, այսինքն եթե այսօր 10 հիմար հելնեն կանգնեն ասեն Նարէ Սոսեն բանա, այլ մոլորակային այն ուղարկելու եք մարդ, թե որ ասեն Նարէ Սոսեն Հռոմի պապնա Վատիկանը ինձ եք տալու։ Ախր դա ապուշություն է, ուրիշի ցուցմունքի վրա մարդ դատել 2 տարի է այդ տղեն առանց դատաստանի քրեակատարողական ծանր պայմաններում։ 3-4 օրը գիշերը մեռած պրծած ա եղել։ Մի կերպ են ուշքի բերել։ Հերիք է էլի։ Թուրքի սպանածը դուք եք սպանում։ Հարությունյան Գագիկին խորհուրդ կտամ մի հատ պապուտ, որ իրիկունը գնում է սահմանադրական դատարանն ա, չի եղել Նավկինի Թորես։ Մի հատ պապուտ հարցրու ասաֆիդայիններին այդ ձևի առանց փաստացի մեղադրանքների կարելի է այդպես այլանդակաբար 2 տարի պարզապես փակել մարդուն Չոբան-Քյարայում, որ ամենածանր պայմաններն է ու այդ ձևի տանջամահան է։ Այսինքն թուրքը չկարողացավ սպանել մեր տղաներին, հիմա մեր հայ դատավորները թուրքի կամքն են կատարում, թե ինչա մեր երկրի գլխավերը թուրքա, հա, նստած։ Ախր կարելի է այդ ձևի, չի կարելի, չէ, վերջիվերջո մենք հայեր ենք, վերջիվերջո ոչ մի իշխանություն հավերժ չի, սրանք գնալու են, բա հետո դուք ո՞նց եք այդ խարանից ազատվելու, լավ, ձեր երեխաները այդ խարանից դավաճանի ո՞նց են ազատվելու, ախր հոսաղը չեք քոչելու երկրից, պետք է չէ նենց լիներ, որ ասենք ինչ որ կերպ մնալու եք, հայ տղերք եք վերջիվերջո,
հայ տղերք եք դուք։ Իսկ այդ տղեն են տղերքից է, որ վաղնել, եթե ստեղ լինի ինչ որ մի բան, Արմենը հաստատ առաջի գծում է լինելու։ Մահապարտ տղա է, ինչ եք սպանում օրինակ։ Իրան 10 հոգով չկարացիք ծալեք։ 10 հոգով չկարացիք սպորտսմեն տղային ծալեք։ Այսինքն 10 ապուշ, աբիժնիկ։ Ու ես գիտեմ ովքեր են, մեկը իր այդ ոնց են ասում, իր չուզած կանանիքից է, հա, իր դեմ որ բանը ցուցմունք հատվել, որ փորձել ավերեն պսակի չի ստացվում։ Մեկը իր չուզած կանանիքից է, այն մնացածը իր աբիժնիկ զինվորներից, այսինքն ինչքան հայրենադավ գա կանգնի, ասի հրամանատարը վատնա, բռնել եք դատեք, ասելա կսպանի ամեն երրորդը հիմա Հայաստանում ասում է ես դրանք կսպանեի, այսինքն ով ինչ ասում է դուք պետք է դրա դիմաց բան անեք, մարդուն բռնեք, տանեք, տանջեք, տանջամահանեք, թե ինչ է իշխանությունը հիմա ձեր ձեռնա, դուք միլիցիա եք ու կարաք դա անեք։ Հա իմաստը հասկանում, քաղաքականության вообще կապ չունի, ոչ մի կերպ։ Ում սպանի, իբրում սպանի։ Ասում են իբր ասելա, իբր թե 10 ապուշ կանգնել են ցուցմունք են տվել իր 600 հոգանոց զորքից, ում որ ինքը հրամանատար է եղել։ 10 հոգի են գտել, որոնք իբր թե ցուցմունք են տվել, որ Արմենն ասելա, որ ես դրան կսպանեի, թե դրան կսպանեմ։ Մի հատ ապուշություն, որ կարդում ես, թե ինչ ցուցմունք են տվել, ախր Սիմոնյան, շշմում ես, ասում ես կարելի է այդ ձևի։ Դրան ում, այսինքն Նիկոլ Փաշինյանին։ Հա, այսինքն Նիկոլ Փաշինյանին։ Բայց դա սին մեղադրանքներ է, ախր ես գիտեմ, որ Արմենը քաղաքականության հետ առհասարակ կապ չունի։ Նա զինվորական է։ Ինչա։ Ինքը գործող զինվորական է հիմա։ Դե հիմա քանի որ բռնել են Արցախ 44 օրյա պատերազմից հետո չէ, բայց հա պայմանագրային զինծառայող ա եղել, դրանից առաջ կամավորական ա եղել, անչափահաս տարիքից պատերազմի մասնակից ա, անչափահաս տարիքից այդ սարերում ա։ Ինքը ներքին հորաթաղից ա Մարտակերտի, Պուշկինյալում մեծացել ա, իր պապան եղել ա մեր ես մեծացել եմ Արցախում, ես Արցախցի չեմ, բայց մեծացել եմ Արցախում։ Ու իր պապան եղել ա իմ զինրուկը, այսպես ասած, դպրոցում, ու ինքը իր տղաները, իր 3 տղաներն էլ պատրաստ են եղել ամեն վարքյան պատերազմ։ Իրանք 2 եղբայրներով, եղբորը նոր ա թաղել, եղբոր տղան զոհվեց 44-ին իր ձեռքերի վրա։ Ախր կարելի է այդ ձևի մարդու արածը չգնահատել։ Այդ աստիճանի անմարդկային կարելի է լինել։ Ուղղակի Արմենը այն, ես գիտես, ամեն մարդու չեմ պաշտպանի, ու այդ գործի շրջանակներում էլի ունեմ մարտական ընկերներ, որոնց էլի չեմ պաշտպանի, բայց Արմենը այն տղեն չի, որ նրան չպաշտպանես, որտեղ ինքը առհասարակ քաղաքական նկատառում, մկրտում, քաղաքականություն բացարձակ չունի։ Նա զինվորական է, նա զինվոր է, նա իր հայրենիքի մահապարտն է, նա ֆիդային է, ու չի կարելի այդ տիպի տղաներին այդ ձևի տանջամահանել, թե ինչա գերագույն գլխավոր ապուշը, հա, մեր զորքերի, որ ինքը իրան գերագույն գլխավորը հայտարարել, վախենում է ուղղակի այդ կատեգորիա տղերքից, վախենում է մեզանից, հենց մեզանից, ֆիդայիններից։ Ախր հասկացեք վերջապես, մենք եթե ուզենք դրան սատկացնենք, վաղուց սատկացրած կլինենք, մենք ուզում ենք դրան դատենք ամեն օրենքով ու բոլորի աչքի դեմը։ Ու ես ուղղակի Գագիկին կխնդրեմ չմոռանաս արմատները, տղա ջան։ Նորից եմ ասում 91 թիվ տղա ես, դու որ ծնվել ես, ես գնացել եմ կռիվ 16 տարեկանում։ Մի արանենց, որ այդ խարանը, քո երեխեքն էլ կրեն, քո պապը գայդին տղա է, նորմալ մարդ է եղել քո պապը։ Մի թելի դրանց թելը, գիտեմ, որ դու էլ քո կաշվի վրա զգացել ես այս կառավարման հիմարությունները։ Վարույթ է ունեցել Գագիկ Հարությունյանը իր վրա, աշխատանքային եւ այլն։ Ամեն դեպքում կարծում եմ, որ գոնե տնային կալանքով որ կարողանա Արմենը բուժումները իրականացնել, դա արժե, որովհետև այդ տղան բացարձակ իրոք կապ չունի։ Նորից եմ ասում, եթե գար մեկը ասեր, որ ես այլ մոլորակային եմ, ինչա 10 հոգի կան կանեն, ասեն Նարեսոսեն այլ մոլորակային է, տանելու եք Մարս, ուղարկելու եք Մարս, ցուցմունքի դիմաց առանց փաստերի, ոնց կարելի է մարդուն դատել։ Ու ինչի համար դատել, կարևորը ինչի համար։ Որ ասելա ես դրանք կսատկացնեի, հենց մի հատ հայ ցույց տվեք այսօրվա օրը, որ ինքը նորմալ հայ է, հայկական արժեքներ ունի ու չի ուզում դրան սատկացնել։ Գոնե օրվա մեջ 10 անգամ դա չի մտածում։ Այտենց մարդ գոյություն չունի։ Իսկ ասելն ու անելը տարբեր բան է, բացի այդ էլ հաստատ 100% ոչ մի կռված տղա նման բան չի անի, չի էլ ուզի, գիտեք ինչի համար, որովհետև կուզի որ դա լինի օֆիցիալ, կուզի որ դա լինի դատավարական վարույթով, մեկը ես օրինակ ասել եմ մեկն ու մեկը, ես դրան տանել չեմ կարող այդ
Նիկոլ կոչվածին, գիտես որ մենք ուսանողական ընկերներ ենք, ճանաչում եմ։ Ու ինքն էլ ինձ լավ։ Ու բայց ասել եմ, եթե ինչ որ մեկ ուզի ծածկացնի, գնալու եմ կանգնեմ պաշտպանեմ։ Գիտես ինչի համար, որտեղ պետք է դատվի։ Դա պետք է իր խունտայով դատվի, դա պետք է ասի ովքեր են իր տերերը ստեղ, որպեսզի ամբողջ դավաճանական ցանցը բացահայտվի։ Երիտ թուրքեմալական պայմանագիրը նորից եմ կրկնում, դա երիտ թուրքերի շարունակությունն է։ Ու ես խնդրում եմ հայ դատավորներին, հայ մնացեք։ Տղերք հայ մնացեք, եթե ձեր մեջ կա հայկական արյուն, եթե դուք իսկականից ունեք հայկական արժեքներ, սա անցնելու է, ինչ մնաց, մի երկու ամիս բան մնաց սրանց, հետո ինչ եք անելու, լավ, ոչ մի բան հավերժ չի, հետո ինչ եք, ոնց եք ասելու եք հրաման ենք կատարել, չեն, գիտես ինքը ինչ է ասելու, Կոլիկը սովոր է, մի քանի անգամ մեզ ա տենց վախտին փորը տվել, ասելու է, ես ասել եմ, դու էլ չանեիր, այդքան լավ տղա էր, դու չանեիր։ Մի խոսքով կոչս բոլոր հայերին, ուզում ենք եթե այսօր հանկարծ կամ հետաձգեն կամ ինչ որ մի բան լինի, համենայն դեպս դեռ սպասում ենք 3:30 դատը լինելու։ Եթե հանկարծ ինչ որ բան լինի, Արմեն Մնացականյանի համար ստորագրահավաք ենք անելու, որպեսզի այդ տղեն գոնե բուժումները կարողանա տանը շարունակել, որտեղ առողջական վիճակը իրոք շատ վատ է։ Ու Արմենը այն եզակի տղաներից է, որ արժանի է իր ազգի, որտեղ ինքը ամբողջ կյանքում ոչինչ չի ունեցել, չի վաստակել, միայն նրա համար, որ զենքի հետ է պսակված եղել, որ զենքն է եղել, հայրենիքն է եղել իր մեծագույն արժեքը, իրոք կան դեռ տենց տղերք էլի, եզակիներ, բայց կան տենց տղերք։ Ու Արմենը արժանի է այն ամենին, որ մենք ազգովի կանգնենք ու թույլ չտանք, որ մեր հերոս տղաներին սպանեն։ Դանդաղ սպանում են։ Շատ լավ Նարեկ, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Սիմոնյան ջան, սպասենք մինչև տղաները գան, նորությունների դեպքում անպայման տեղյակ կպահեմ ու խնդրում եմ հնարավորինս շատ եկեք սա տարածենք ստորագրահավաքով, ստորագրությունով, ասում են վախենում են, որ եթե բաց թողեն, կարող է Արմենը բան անի, խուսանավի հարցաքննություններ, չկա նման բան, եթե Արմենը, ես բացարձակ ասում եմ այսօր այս հարթակից, եթե Արմենը չգա հերթական հարցաքննության, ես իր տեղը գնալու եմ նստեմ, այդքան վստահ եմ, որ այդ տղեն ոչ մի տեղ չի փախնելու, բաց թողեք թող գնա տուն, գոնե մինչև դատավարության վերջը բուժումները անի, լավ, որ դիմանա, թե չէ Արմեն Գրիգորյանի նման մի օր ստեղի դատարանից էլ Արմեն Մնացականյանին եք տանելու, 45 տարեկան տղա են, չեք սպանում։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Լավ Սիմոնյան ջան, դե հիմա կապով սպասեմ տղերքին, տեսնենք ինչ ենք անում ու անպայման հարկավոր է, տես ասում եմ 3 հոգի են, 3-ն էլ կռված տղաներ են, բայց Արմենը ուրիշ արժանինքներ ունի։ Ես դրա համար էլ հենց ես մինչև կոտայք չէի գա սովորական բաների համար ու ասում եմ, որ Արմեն Մնացականյանը դա այն հազվագյուտ իսկական ֆիդայի տղաներից է, որ արժանի է, որ իրեն իսկականից ազգը պաշտպանի, որտեղ ինքը իր ամբողջ կյանքը սկսած 14 տարեկանից ազգը պաշտպանում։ Շատ լավ։